Հայաստան-Թուրքիա սահմանի մարգարեանցակետից մատենադարան, այնտեղից էլ կառավարություն։ Մեդիատուրից հետո թուրք լրագրողները պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի կառավարությունում են Փաշինյանի հետ հարց ու պատասխանի։ Սա աննախադեպ առիթ է եւ աննախադեպ ֆորմատ, այսինքն նման ձևաչափով հանդիպում նախկինում երբեք տեղի չի ունեցել։ Թուրք լրագրողների հարցերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից մինչև հայոց ցեղասպանություն ու տարածաշրջանում խաղաղության գործընթացից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր։ Փաշինյանի գնահատմամբ Հայաստանի եւ Թուրքիայի մեջ այսօր կա շատ ուղիղ երկխոսություն, առանց երրորդ երկրի միջամտության։ Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտապես ուղիղ կապի մեջ են իրար հետ, կարծիքներ են փոխանակում նույնիսկ հեռախոսազանգով։ Փաշինյանի կարծիքով հայ ժողովրդի ընկալման մեջ եւս փոփոխություն կա, շատ բարդույթներ հաղթահարված են։ Երբ որ ես Նյու Յորքում ունենում եմ հանդիպումներ ամենատարբեր երկրների ղեկավարների հետ, վերադարձի ճանապարհին արձանագրում եմ, որ իմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ ամենաշատ տարածումն է գտել մեր սոցիալական ցանցերի մեր օգտատերերի շրջանում, ամենաշատ դիտումները, ամենաշատ հավանումները եւ ես նայում եւ զարմանում եմ։ Հիմա կարող է թվալ լավ Facebook-ի լայքերն են քննարկում, բայց ելի եմ ասում, մենք պետք է դինամիկայի մեջ լինենք։ Թուրք լրագրողը հետաքրքրվում է, թե հայ-թուրքական հարաբերություններում ցեղասպանության հարցը ինչ ազդեցություն ունի հիմա։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Այն ժամանակաշրջանը, որտեղ այդ մեծ ողբերգությունը տեղի է ունեցել, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետություն։ Մեր սահմանադրությունում Արևմտյան Հայաստան արտահայտություն չկա, իմ ընկալմամբ Արևմտյան Հայաստանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզն է եւ Արմավիրի մարզի եւ Շիրակի մարզի կոնկրետ բնակավայր է։ Ադրբեջանը խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հետաքրքրվում են լրագրողներն ու հավելում։ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև միջանցքից խոսելիս Թուրքիան ճանապարհն անվանում է Զանգեզուրի միջանցք։ Պատրաստ է արդյոք Հայաստանի Հանրապետությունը սեփական տարածքով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի ինքնավար Հանրապետության հետ, այո, իհարկե պատրաստ է։ 1.5 ժամ տևած հանդիպումն ավարտվեց թուրք հասարակությանը Փաշինյանի ուղերձով։ Դուք ասացիք, որ ձեր մոտ կա արտահայտություն, ջուրը փոքրին, խոսքը մեծին։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ էլ կա այդ արտահայտությունը։ Եթե սա կընկալվի որպես ուղերձ, կարծում եմ բավականին լավ ուղերձ։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։